Ընտրական նոր նախագծում օրինաց երկիր կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին բարկացրել էր այն, որ ընդամենը 300,000 տուգանք է սահմանվելու քվեատուփը հափշտակելու համար, մինչդեռ դա քրեական պատասխանատվության հարց է։ Այդ 300,000-ը կդա տան այդ քվեատուփի արդյունքները կփոխի։ Կարող եք ներեք կարտոֆիլի պարգի մեջ լցի այդ արդյունքները, բերի տա, ասիկա նիկված չի։ 300,000 կդա կանի։ Մարգարյան ջան, ասցի, եթե այդպես է, ներողություն եմ խնդրում, կարող եմ երկու անգամ ասել։ Ներողություն։ Շատ լավ, մեղմը առաջարկեք խստացնենք, լավ։ Հիմա մի բան ներկայացրել ենք, եթե համարում եք, այս ինչի համար պետք է գնդակարենք, խնդիր չկա։ Բացի այդ, նա հաշվելու պարզել է, ըստ այս նախագծի ընտրատեղամասերի հանձնաժողովները ֆիզիկապես չեն հասցնելու սահմանված ժամկետներում արձանագրություններ կազմել։ 48 ժամ մոտավորապես դինստի աշխատի, որ ընդամենը արդյունք է դա։ Ով կարող է 48 ժամանակ մեջ աշխատել։ Դավիթ Հարությունյանը նրա հաշվարկները ոտքի վրա կատարած սխալներով լի թվաբանություն համարեց։ Պարզվեց Հովհաննես Մարգարյանը թվաբանության մեջ 180 անգամ սխալվել է։ Ժամը 6-ին գումարում եք 10 ժամ ստանում եք երեկոյան ժամը 6-ը սխալ եք անում, էլի կներեք։ Որտեղ դա դառնում է օրինակ ժամը 4-ը։ Հիմա ասում եք ժամը 6-ից 10 ժամ հետո երեկոյան ժամը ամեն ինչը ձայնագրվում է, կներեք։ 20:00-ին վարել եմ 24 ժամ, ստացել եմ հաջորդ օրը 20:00։ Զարուհի Փոստանջյանը դժգոհեց բաց համամասնական ընտրացուցակներից եւ պայմանականորեն բերեց Դավիթ Հարությունյանի օրինակը, որը ենթադրաբար առաջադրվել է։ Այնտեղ առաջադրվելու են, պայմանական եմ ասում, օրինակ հիմա այդպես է իր անունը, այստեղ ազգային ժողովում իրեն այդպես են ճանաչում, Սասի Արտակը, ասենք մեկ այլ մականունավոր օլիգարխ, իրենք իրար մեջ կմրցեն, ով ինչքան շատ ձայն կստանա, որ բերեն, բայց միևնույն է քաղաքական հատվածը, դուք հետ եք ընկնելու, որովհետև այդտեղ դուք չեք մասնակցելու քաղաքացիներին բերելու ընտրատեղամաս, դուք չունեք գործարաններ եւ այլն աշխատատեղեր, որ ձեր աշխատակիցները բան ընտրատեղամաս։ Կան գործիչներ տնտեսական ասպարեզի, կան գործիչներ, որոնք ուղղակի իրենց սոցիալական կապերն են շատ լայն, հա, կան մշակույթի գործիչներ, կան գործիչներ դասական քաղաքական իրավաբաններ, յուրաքանչյուր ունի իր եղանակները ընտրապայքարի։ Վստահեցնում եմ ձեզ, դրանք աշխատում են։ 6 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը դրական եզրակացությամբ մտավ ազգային ժողովի առաջիկա քառօրյա։